Դրա լուծումը ես պատկերացնում եմ, անկեղծորեն պատկերացնում եմ, որ Գարեգին II-ը պետք է այդքան արժանապատվություն ունենա, որ ասի լավ, այս կոնֆլիկտից դուրս եկանք, հաղթած, չկոտրվեցինք, բայց ես աթոռի կռիվ չեմ տալիս, ես հեռանում եմ։ Եթե ուզում ա ցույց տա, որ չի հեռացել ճնշման տակ, ուրիշ խնդիր է։ Իշխանությունը անընդհատ ստիպում է, որ Իրանը ստիպում են, որ մնա այնտեղ, ճնշումի դակ է ինքը։ Ուր է գնում այս տակնաբը, հիմա գիտեք այս թադական համագարքը ինչ-որ գերբ, թադավարություն և այլն, միավորներ դվավ ընդիմության, որովհետև ընդիմությունը այս եկեղեցի խնդիրը օգտագործելով շատ նուրբ և նույնիսկ ագանաբադ թաշտով մը կներկայացնե, ասելով որ տեսեք, ան մեր հայոց ազգի ազգնդիր Կաթողիկոսին ի վերջո ընդրություն եղած է, չէ, Միրոնաոց Կաթողիկոսին թեմ շարժում գնե և ամբողջ աշխարհին ցույց տանք, որ տեսեք ինչ կնե, մեր եկեղեցին կմասնադե եւ այլն եւ այլն։ Ինչ պիտի ինե Փաշինյան ձեր կարծիքով։ Ցավալիորեն մեր եկեղեցու հետ կապված աթեիստական խորհրդային միությունից հետո Երբ որ մենք հնարավորություն ունեինք վերականգնել մեր եկեղեցու կշիռը, այն դեպքում որ հայ առաքելական եկեղեցին, երբ որ մենք պետականություն չենք ունեցել, պետականության ֆունկցիա է վերցրել իր վրա, լեզվով էլ, ընտանիքով էլ, կրոնով էլ, պահելով մեր ժողովրդին, բա ոնց ենք հասել այսօրվան, չունենալով պետականություն, անկախություն։ Բայց երբ որ արդեն եկավ մենք անկախ պետականություն ունեինք ու հնարավորություն ունեինք ամեն ինչ իր տեղը դնելու, նորմալ ընտրություն լիներ եւ ընտրվեր ամենայն հայոց կաթողիկոս, նաեւ մենք գիտենք, որ աշխարհիկ պատվիրակներ են մասնակցում, երբ որ մենք ասում ենք ամենայն հայոց կաթողիկոս, այնպես չի, որ մենք չենք ընդունում, որ Կիլիկիո թեմել կա, էլի, այսինքն ամենայն հայոցինը չի տարածվում բոլոր հոգեվոր հոտի վրա, բայց քանի որ մասնակցում են նաեւ աշխարհիկ պատվիրակներ, հոգեվոր եւ աշխարհիկ, այսինքն նշանակում է ազգովի ընտրում ենք կաթողիկոս։ Եվ ինչ արեց Լևոն Տեր-Պետրոսյանը, էդ էլ հոմտավորական գիտնական էր, դոկտոր էր, պրոֆեսոր էր, ինչ արեց։ Ասեց այո, պետք է Անտիլիասից գա եւ լինի Գարեգին առաջինը։ Ինքը նշանակեց կաթողիկոս։ Շատ վատ բան արեց։ Շատ վատ բան արեց։ Առաջի իսկ քայլը, որ մենք կարող էինք այդ աշխարհիկ կյանքից հոգեվոր մտնելու այդ վերադարձը կատարվեր։ Խափանվեց, հա։ Մերժել էինք խորհրդային միության։ Երևի տեխնազու չի գար հարմար Անտիլիասը։ Նույնիսկ եթե տեխնազու, նախ ինչի չկար, լավ էլ կային։ Չեմ գիտեր ես։ Հա, բացի դրանից խնդիր էր ուզում լուծել Անտիլիասը մոտեցներ հայ առաքելական եկեղեցուն, արդյունքում ավելի շատ կոնֆլիկտ ու հակասություն ստեղծեց։ Եվ դրանից հետո ինչ եղավ։ Ռոբերտ Քոչարյանն ուզեցավ, որ իրան հաճո կաթողիկոս լինի, բա ինքը նախագահ թե նախագահ չի։ Բա ինքը նախագահ դառնա իր ուզած մարդը չլինի։ Մենք չգիտենք Գարեգին II թե ինչպես ընտրվեց։ Հոկտեմբերի 27-ին չէր այդ ընտրությունը։ Մինչև այդ ինչ էր անում Վազգեն Սարգսյանը։ Ոնց էր պատվիրակներին կանչում, ասում պետք է գնաք իրան ընտրել։ Այն էլ ոչ թե աշխարհիկ պատվիրակներին, որոնք բոլորը պաշտոնյան էին։ Գրոնական պատվիրակ։ Բա կանչում ասում են դու սենց պետք է քվեարկես, խնդիր կունենաս։ Մենք չգիտենք։ Իսկ ինչ է, այդ ժամանակ Վազգեն Սարգսյանն այդ ամեն ինչն անում էր, Ռոբերտ Քոչարյանի հետ կապ չուներ։ Եթե տենպես լներ, Վազգեն Սարգսյանի մահվանից հետո պետք է որ Ռոբերտ Քոչարյանն ու Գարեգին II-ը հակասություն ունենային։ Դուք այդ հակասությունը մինչև այսօր իրար ձեր-ձերքի բռնած գնում են։ Այսինքն մենք այդ երկրորդ սխալը արեցինք Գարեգին II-ի ընտրությամբ։ Եվ այսինքն հիմա ինչ ստացվեց։ Ցավալիորեն, զարմանալիորեն խորհրդային միության ժամանակվա Վազգեն առաջինը, որ մարդիկ ասում էին առանց KGB-ի թույլտվության նա չէր կարողանա Ռումինիայից դառնալ կաթողիկոս, նրա հեղինակությունը ոչ թե այն ժամանակ, մինչև այսօր ավելի բարձր է, քան անկախ Հայաստանի ընտրությունների արդյունքում։ Սա մեր ամոթն է։ Եվ բացի դրանից էլ, իսկ ինչ տեղի ունեցավ, մենք ինչ այդ ամեն ինչի մասին չենք խոսել, ռուսական գիծ առաջ տանել մեր հայ առաքելական եկեղեցին, Ուկրաինա գնացող ջոկատին օրհնել հայկական եկեղեցում, ում անունից ես օրհնում, նա Ռուսաստանի քաղաքացի է, ուղարկում ես մարդ սպանելու, պարգևներ ստանալ Ռուսաստանից եւ այլ եւ այլ։ Հիմա տեսեք, այս այդ ամեն ինչի մասին խոսել ենք մինչեւ Նիկոլ Փաշինյանի հարձակումը։
Նրանք անգամ գրավոր կա, այդ ամեն ինչը տպած կամ մի ելույթներով։ Այդ ժամանակ իշխանությունները պետք չէր, որ ասել էս ինչ ենք անում։ Հիմա այսօր իրանք այս քայլերով բարձրացնում են Գարեգին երկրորդի հեղինակությունը։ Բայց իրականում մենք կարիք ունենք փոխելու։ Ոչ թե դրսից միջամտությամբ փոխելու, այլ ներսի հասկացվածությամբ փոխելու, որովհետև մենք այսօր արբիտր չունենք մեր երկրում։ Այսօր կարող եք ասել, հայր չունենք, մի հեղինակավոր մարդ, որը կկանգնի իշխանության նոնդիմությանը, կասի հանգստացեք։ Այսօր մենք ասում ենք Հովհաննես Թումանյանը ազգերին բարիշացնում էր։ Գնում էր, մտնում էր, ասում էր՝ «Մի րոպե, ինչ եք իրար ուտում»։ Բանտ նստեց ինքը, որտեղ ասում էր՝ «Ինչ ես», բայց չէ որ այն մյուս կողմն էլ էր իրան հարգում, չէ՞։ Որ համաձայն էր։ Երկու կողմ։ Այսօր մենք տենց պոետ ունենք, Չունենք։ որը որ կանգնի ասի Ժողովուրդ ջան, լավ վեր կանգնեք այս ամեն ինչից։ Հասարակությունն էլ չի ուզում, որ մենք ունենանք։ Այսօր մենք Գիտությունների ակադեմիայի նախագահ ունենք, այնպիսին, որը որ կարող է դալնի Վիկտոր Համբարձումյանի նման կամ որևէ մեկի նման, որ ասենք ինքը հեղինակավոր մի բան ասի, բոլորը լռեն։ Անկախ Ֆադեյ Սարգսյանի ժամանակ, որը խորհրդային միության ժամանակ աշխատած մարդ էր, Ֆադեյ Սարգսյանը մի բան ասեր, մեկը չլսեր։ Այսինքն մենք անցել ենք դրա մեջով, էդ էլ չունենք։ Լուծումը, պարոն Անտինյան։ Կաթողիկոսն էլ այսօր այդ արբիտրը չի։ Նա կոնֆլիկտի կողմ է դարել, ընդդիմության հավաքների մարդեր ուղարկում։ Ցավոք սրտի։ Այս այա ցավալին, որ երբ որ ասում ես խնդրեմը, մարդիկ ասում են Դու նրան ես կաթողիկոսի պաշտպանում։ թեմ ես։ Կամ դեմ ես կամ կողմ ես։ Այո, դու ասում ես նիգոլագան ես։ Հա, այսինքն սա է հարցը։ Մենք խնդիր ունենք, որ իրանք իրար մեջ հասկանան, որ եթե այսօր մարդիկ նույնացնում են կաթողիկոսին եկեղեցու հետ, ասում են մի նույնացրեք, տարանջատեք, դա մարդ է, էլի, պաշտոնյա է, ինչ եք նույնացնում եկեղեցու, մենք հարգում ենք հայ առաքելական եկեղեցին, բայց չենք ընդունում իրան, բայց մյուս կողմն էլ է նույնացնում։ Երբ որ ասում է դուք հարձակվում եք հայ առաքելական եկեղեցու վրա, կաթողիկոսի դեմ խոսելուց, այսինքն այս կարգի հարցերը հաստատ մեր շահերից չի բխում, որովհետև աշխարհում դա նայում են արտառոց դեպք, հիմա այսօր եթե մենք պատմությունը վերցնենք, քանի Հռոմի պապ կա, որի մասին պատմությունը ցույցատվե, թե ինչեր են արել, բայց իրանք հո դրա պատճառով չեն հարձակվել Վատիկանի վրա, ասեն էս ինչ լավ առիթ է, բերեք փոխենք այս անենք, հա, այսինքն սա լավ բան չի, որ այսօր կատարվում է, բայց դրա լուծումը ես պատկերացնում եմ, անկեղծորեն պատկերացնում եմ, որ Գարեգին երկրորդը պետք է այդքան արժանապատվություն ունենա, որ ասի լավ, այս կոնֆլիկտից դուրս եկանք, հաղթած չկոտրվեցինք, բայց ես աթոռի կռիվ չեմ տալիս, ես հեռանում եմ, այսինքն եթե ուզում ա ցույց տա, որ չի հեռացել ճնշման տակ, ուրիշ խնդիր է, բան չունեմ ասելու։ Իշխանությունը անընդհատ ստիպում է, որ իրան ստիպում են, որ մնա այնտեղ։ Ջնշումի դագ է ինքը։ Չէ, բացի դրանից էլ իշխանությունն էլ է նպաստում, որ Նիկոլ Փաշինյանը գնում էր պատարակների, այնտեղ որտեղ իրան ընդունում էին։ Այո։ Դա նպաստեց, որ ինքը նրան տուն ուղարկի։ Հագարակը։ Ահա։ Նույնն էլ հիմա այս դատավարությունը նպաստում է, իշխանությունը մի հատ պաուզա չի տալիս, որ այն մարդիկ, ովքեր օբյեկտիվ են, իմ նման մարդիկ չեմ ասում, ես այն տրամաչափի եմ, որ ես գնամ կաթողիկոսին ասեմ, բայց գոնե օբյեկտիվորեն կանգնենք, ասենք, հասկանում ես, չէ, որ քո գոյությունը, այն արժեքները, որը մենք ունենք, իդեմս քեզ արժեզրկում ենք հայ առաքելական եկեղեցին, ինչի է սա։ Եկեղեցին է դուժում։ Եկեղեցին է դուժում, մեր հավատքն է։ Շատերը ասում են, բայց տեղից էլ մենք քչերի մեջ են, դարձել ենք նյութապաշտ, որովհետև կոմունիստները եկեղեցին մերժեցին, հիմա էլ մենք էլ եկանք կոմունիստներին մերժեցինք, բայց հավատացյալ չդարձանք։ Ու էսը ամեն օր արատավորվում է եկեղեցին, ու դարձավ այս հասարակությունը նյութապաշտ։ Ինչից առաջացավ հենց դրանից։